Տիրոջը, եկեք մած սրտանց Տիրոջը ծափտանք եւ ասենք փառք ես Տեր, շնորհակալ ենք քեզանից, շնորհակալ ենք այսօրվա համար, շնորհակալ ենք այս հնարավորության, այս առիթի համար։ Ես Աստծո խոստաց մամա բարից առաջ աղոթք արեք, եկեք աղոթքով բերենք այսօրվա ողջ ընթացքը Տիրոջ ձեռքերի մեջ, որ մենք չառաջնորդենք, որ մենք չկառավարենք, որ մենք չղեկավարենք, որ մենք չտնօրինենք, որ Սուրբ Հոգու ազատությունը լինի այստեղ, որ մեր ներկայությունը, մեր գործողությունները, մեր որևիցե մի մարդկային ջանքը չկաշկանդեցնի Սուրբ Հոգուն, որովհետև ավետարանն ասում է, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է եւ մրցակցություն չկա, որովհետև մեր անձերը, երբ որ խոնարհվում են Տիրոջ առաջ, մրցակցությունը գնում է։ Գիտես, ես շատ եմ տեսել հոգևոր կյանքում մարդիկ, որոնք որ մրցակցում են հոգևոր կյանքում եւ այդ մրցակցությունը ուղղակի տանում է միշտ դեպի փակուղի, տանում է միշտ դեպի անկում, տանում է միշտ դեպի գիտես կործանում, որովհետև մենք չենք եկել մրցակցենք որևիցե մի եկեղեցու հետ, չենք եկել մրցակցենք որևիցե մի ավետարանիչի կամ անատի հետ, մենք չենք մրցակցում, որ մեր եկեղեցին ավելի շատ ժողովուրդ ունենա, քան թե մի եկեղեցին, մենք ավետարանչություն չենք անում, որ մեր եկեղեցին լցնենք, մենք ավետարանչություն ենք անում, որպեսզի փրկվածների թիվը ավելանա, որպեսզի երկնային արքայության մեջ փրկվածների, գովաբանողների, Տիրոջը փառավորողների թիվը ավելանա։ Եվ այս ամենը մենք բերում ենք Սուրբ Հոգուն, որ Սուրբ Հոգին անի։ Մենք ոչ մեկին թեյ, ճաշ, չգիտեմ, սուրճ, բուլկի, երշիկ հաց, կոլա, ֆանտա, հայ կոլա եւ նմանատիպ ուտելիքներ չենք բաժանում, որ մարդիկ գան այստեղ, մենք վստահում ենք Սուրբ Հոգուն։ Մենք չենք ուզում, որ մարդիկ ուղակի ժողովեն ստեն, մենք ուզում ենք, որ գան վերստին ծնված մարդիկ, այսօր եկեղեցիներ կան, որտեղ որ հարյուրավոր վերստին չծնված մարդիկ կան, որտեղ որ եթե դու ինչ-որ մի հատ թեմա խոսաս, այդ մարդիկ կգայթակղվեն, բայց գրված Աստծուն սիրողների համար գայթակղություն չկա։ Հիսուսը հավաքել էր մոտավորապես 500-ից ավել մարդ իր շուրջ կողմը։ Եվ Հիսուսն ասեց. «Եկեք կերեք իմ մարմինս, որտեղ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է»։ Չասեց եկեք ձեզի երշիկ հաց տամ։ Դրանից առաջ ինքը ձուկ էր բաժանել խորոված, հաց էր բաժանել, բայց ինքը գիտեր, որ այդ ժողովուրդը դրա համար է եկել, դա հոգու մեջ ծնված եւ ապրող ժողովուրդ չի։ Երբ որ այդ ժողովուրդը նորից ման էր գալիս Հիսուսին, որպեսզի Հիսուսին թագավոր անեն, որ Հիսուսը նորից հաց օրտնի, ձուկ օրտնի, գիտեք, դες մարդիկ կան, որ գեզի նման են Աստծուն ծառայում, պետք է մի բան տաս, մի բան խոստանաս, որ գան Տիրոջը ծառայեն։ Այդ մարդիկ մի օր Տիրոջ ծառայությունը կթողեն, կգնան կուսակցություններին կծառայեն, կգնան քարոզարշավների կմասնակցեն, բայց նրանք, ովքեր որ թագավորության մեջ ծնված մարդիկ են, նրանք եթե նույնիսկ մի կտոր հաց են ունենան, իրանք Աստծուն սիրուց են ծառայում եւ կասեն Տեր, եթե ոչ մի բան իմ կյանքում ես չունենամ, միևնույնն է, ես պիտի ծառայեմ քեզ։ Գիտես, Հիսուս եթե մենակ ես լնեի երկրի վրա, որ պիտի փրկվեի, կգար խաչը կբարձրանար։ Եվ երբ որ այդ մարդիկ Հիսուսին որոնում էին, որ գիտես, հաց ուտեին, Հիսուսն ասաց գնացեք աշխատեք ոչ թե կորստական կերակուրի համար, այլ գնացեք աշխատեք հավիտենական կերակուրի համար։ Երանի այն մարդկանց, ովքեր որ կորստական կերակուրի համար չեն թողել Աստծու ծառայելը, այլ հավատում են, որ ոչ միայն հացով կապրի մարդ, ապա Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով։ Եվ այս խոսքերը ապրեցնող խոսքեր են, որ Հիսուսի մարմինը ավելի լավ կերակուր է, քան երեկոյան երշիկը, չգիտեմ, ճաշը, քո չարչարանքը, որ երանելի կլներ, եթե
խաղաղության ավետարանը տարածեր։ Ցավոք սրտի ավետարանի խոսքի տարածման համար մարդիկ սիրտ չունեն։ Բայց փառք Տիրոջը նրանց համար, ովքեր որ չեն դավաճանել այս սկզբունքը, որ այս արքայության ավետարանը պիտի քարոզվի։ Ոչինչ թող հալածեն, ոչինչ թող ծաղրեն, ոչինչ թող ծիծաղեն, ոչինչ թող բամբասեն, զվարճասեր մարդիկ են, որ սիրում են, զբոսնեն, զրուցեն, գալաջիով զբաղվեն, մի հատ ստել պաղպաղակ, մի հատ ընդեղ սուրճ, մի հատ ընդեղ սեմուշկա, մի հատ ընդեղ, մի հատ ստեղ, բայց երայ նրանց, ովքեր որ գնում են այս արքայության ավետարանի խոսքը տարածելու համար, եւ այսօր մենք Երևանում տարածում ենք այս փոքրիկ հրավերները, որտեղ կա QR կոդ եւ 10 քանի լեզվով թարգմանած այս հրավիրատոմսը եւ դու հնարավորություն ունես մայիսի 24-ին, 25-ին, 27-ին, իհարկե ես ամեն օր երբ որ վեր եմ կենում, ես ասում եմ Տեր, թող քո թագավորության համար այսօր էլ մի քանի ծառայողներ կարողանամ վարձել, բռնել, այսինքն թագավորության համար, ինչպես Աստվածաշունչն ասում է, մի հողագործ դուրս եկավ եւ տեսավ պարապ կանգնածներ։ Ես ասում եմ Երանի այսօր էլ մի քանի պարապ մարդ լինի, որ կհամաձայնվի քո թագավորության համար ծառայել եւ այս հրավերները տարածել։ Եվ ես փառք Տիրոջը, որ գտնում եմ եւ տեսնում եմ եւ Տերը առաջնորդում է եւ այս հրավերները այսօր առավել քան երբեք շատ կարեւոր են տարածելու։ Իհարկե շատերը խոսում են թագավորությունից, մեծ հայտնություններով, ճոռում, չգիտեմ, սրան նրան քննադատելուց, բամբասելուց, սրան տեսանք, նրան տեսանք, փարիսեցի նման խոշորացույցներ ընկած հետևներից են նայում, թե որտեղ մտանք, որտեղ հելանք, ինչ կերանք, ում հետ նստեցինք, ով վեր կացավ, ով գնաց եւ իրանց փարիսեցական գործունեությունը միջև իրանց կյանքի վերջը կշարունակեն, այդպես էլ դարը իրանց ներսում կսկիծով էսում տեսանք, նրան տեսանք, սրանք բերեցինք, ոնց որ իրանք են լցել իրանց հետնորդներին են դաստիարակում, բայց մենք այս արքայության ավետարանի խոսքը տարածելու ենք։ Կապ չունի ով կլինի, կապ չունի ինչ սերի ներկայացուցիչ կլինի։ Ես ես 30 տարի այս ծառայության մեջ եմ եւ ծառայում եմ, որ փրկվածների թիվը ավելանա։ Ես ծառայում եմ, որպեսզի մի հոգի փրկվի։ Ոչ թե այսինչ եկեղեցուց բերեմ մեր եկեղեցի, ինչ եկեղեցու ժողովուրդը միաբանեմ մեր եկեղեցուն, այլ այսօր աշխարհում ավելի շատ մարդիկ կան, քան եկեղեցում եւ ես աղոթում եմ, որպեսզի կորսվածների թիվը պակասի եւ փրկվածների թիվը ավելանա եւ այսօր էլ մենք առավոտվանից փառք Տիրոջը Տերը օրհնեց մինչեւ ուշ երեկո այս հրավերները տարածեցինք եւ գտնվեցին մարդիկ, վաղն էլ կգտնվեն մարդիկ, եթե նույնիսկ այսօրվա ծառայողները վաղը չլինեն, վաղվա համար էլ Տերը ծառայողներ ունի։ Փառք Հիսուսին։ Եվ ես շնորհակալ եմ Աստծուց այն մարդկանց համար, ովքեր որ չեն մտածում իրանց հանապազորյա հացի համար, այլ մտածում են Աստծո թագավորության համար։ Եվ Հիսուսը երբ որ այդ մարդկանց տեսավ, ասեց դուք ման եք գալիս ինձ կորստական կերակուրի համար։ Եվ երբ որ Աստված մեզ օրհնում է, որ մենք մեր կորստական կերակուրը ունենանք, որ իրան ծառայենք, մենք ավելի ենք նվիրվում կորստական կերակուրին, քան իր թագավորությանը, բայց ես քեզ ասեմ, որ օրհնությունը այս թագավորության արքայության ավետարանը տարածելու մեջ է։ Եվ երանելի ես դու, եթե այս արքայության ավետարանը տարածում ես եւ այս հրավերին արձագանքում ես եւ այս հրավերը շատ կարևոր նշանակություն ունի։ Սրա մասին կարող ես ասես քո ընկերոջը, եթե ստացել ես, քո բարեկամին, քո ծանոթին։ Մենք աղոթում ենք, որ վաղաշվաղաշյան 12 հասցեով ամսի 24-ին ժամը 2:30, ամսի 25-ին 18:30 եւ ամսի 27-ին 18:30 մեծ դահլիճը տեղ չլինի, լեփլեցուն լինի։ Մենք աղոթում ենք, որ այդ օրը Սուրբ Հոգին իջնի, մենք աղոթում ենք, որ այդ օրը ամբողջ Երևանը շարժվի, Հայաստանը շարժվի։ Մենք աղոթում ենք, որ Սուրբ Հոգու անձրևները գան։ Չնայած մինչև այդ ծառայության օրերը մեզ կշարունակեն դատել, բամբասել, փնովել, հետևներիցս հետախուզական, հետևողական ծառայություններ անել,
ով տեսավ, որտեղից տեսանք, ով նստեց, ով վեր կացավ, ինչ կերանք, ինչ խմեցինք։ Երկրորդական բան է, բայց նրանք ովքեր որ այսօր եւս չգիտեմ քանի հոգու այս հրավերը տվել են, ես օրհնում եմ իրանց, ես շնորհակալ եմ իրանց, որ այսօր արձագանքեցին իմ խնդրանքին եւ միացան այսօր մեր ծառայությանը։ Եվ այդ մարդիկ, երբ որ Հիսուսին որոնեցին, ասացին. «Էս ինչ ես ասում։ Մեզ չեզում ես որ մի բան տաս ուտենք»։ Ասաց չէ, այսօր ես ուզում եմ ասեմ, որ իմ մարմինս կերեք եւ իմ մարմինս խմեք։ Գայթակղվեց այդ ամբողը։ Եվ թողեցին գնացին, մնաց 12 աշակերտ։ 12-ին ասեց դուք եք կարա գնաք։ Պետրոսն ասեց որու գնամ Տեր։ Դու կյանքի հաց խոսքեր ունես։ Դες ամեն օր որ վերարթնանում ես, սատանան ցույց է տալիս, որ դու ես կյանքում շատ բաների չես հասել, այս չունես, այն չունես։ Երբ որ տեսնում ես քո հարևանի տան ամեն ինչը, երբ որ նայում ես քո տանը, որ որևիցե մի բան պակաս է, բայց մի բան ես ասում, Երանի որ գնամ երկինք, մի բան չլինի, որ ես այս կյանքում պակաս արած լինեմ։ Ես մի բան եմ աղոթում, որ հնարավորինս այս կյանքի մեջ ինչքան հնարավոր է եւ հնարավորությունից դուրս Տիրոջը ծառայեմ։ Ես չեմ ուզում, որ այս կյանքում մի ժամ անգամ կորցնեմ, մի վայրկյան անգամ կորցնեմ ունայն եւ դատարկ բաների համար։ Ես չեմ ուզում իմ վախերին ծառայեմ, իմ կասկածներին ծառայեմ, իմ երկմտություններին ծառայեմ, իմ ստամոքսին ծառայեմ, իմ կիրքերին ծառայեմ։ Ես ուզում եմ ինչքան հնարավոր է այս կյանքի մեջ, որ Տիրոջը ծառայելու հնարավորությունը օգտագործեմ եւ չմտածեմ, որ այս մի օրը բաց թողեցի, որովհետեւ կյանքը շատ արագ անցնում։ Փառք Տիրոջը, որ միացել եք մեզ ուղիղ եթերով եւ այս ժամին մենք պիտի աղոթենք եւ ինչպես որ արդեն հայտարարել ենք ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք հիվանդանոցներում պարկած եւ բոլոր հիվանդների եւ հատկապես երեխաների համար։ Եվ քանի որ այսօր էլ այդ հնարավորությունը ունենք, պիտի օգտագործենք։ Եվ ես շնորհակալ եմ Տիրոջից այս հնարավորության այս առիթի համար բերելով Սուրբ Հոգու ձեռքերի մեջ այսօր ողջ ընթացքը։ Եվ ես ուզում եմ բարձրացնել իմ ձեռքերս եւ աղոթեմ ուղղակի քեզ համար։ Ձեռքը դիր քո հիվանդ տեղիդ վրա, վստահիր։ Հավատքը դա նա է, որ դու վստահում ես Տիրոջը, վստահիր Տիրոջը եւ ընդունիր այս բժշկությունը հիմա։ Հիսուսի արյան զորությամբ, Հիսուսի վերքերով դու բժշկված ես։ Ես փառավորում եմ քեզ Սուրբ Հայր, Հիսուսի անունով, բարձրացնելով իմ ձեռքերը ամեն սատանայի խավարի դիվային ուժերի, ամեն խավարի խորհուրդների, ամեն տեսակի հովերի, ծովերի, փոթորիկների դեմ։ Եվ հռչակում եմ քո փառավոր անունդ։ Շնորհակալության եւ գոհության պատարակներ եմ մատուցում քեզ Հայրս, որ լսում ես մեր աղոթները եւ պատասխանում ես մեր աղոթներին եւ կարեկից ես մեր տկարություններին եւ պատշաճ ժամանակին պատասխան ես տալիս ողորմած Հայր։ Փառք քեզ Սուրբ Հոգի, որովհետեւ այս ամենը ուզում ենք որ քո հոգու ազատության մեջ լինի, ոչ թե մեր մարդկային, մարմնավոր թելադրանքի մեջ, կարգու կանոնի մեջ, այլ քո հոգու ազատության մեջ։ Մենք չենք եկել այստեղ արվեստի գործիչներ որպես, մենք եկել ենք թագավորության մեջ ապրող, հոգու զորությամբ առաջնորդվող, հոգու ազատության մեջ ապրող եւ հոգու զորությամբ շարժվողներ։ Եվ ես բարձրացնում եմ Հիսուսի անունով բոլոր այն հիվանդությունների վրա, քո անունով իմ իշխանության գավազանը, եւ ես խոսում եմ ճեղքում այդ մարդկանց կյանքում, քանդում եմ այդ խափանելով այդ արգելքներն ու խոչընդոտները։ Տերս հպվիր, Տերս ողորմիր, Տերս քո ձեռքը մեկնիր, հրաշագործ Աստված, այսօր քո
փառավոր հրաշքի օրն է։ Քո սուրբ հոգովը թփվիր, քո սուրբ զորությամբ վպվիր։ Ամեն կապան քանդիր, ամեն անեց քանդիր, ամեն թուղթուկիր ու կախարդություն քանդիր։ Ամեն հիվանդության շղթաները ջախջախիր, հիվանդության ոգիները հալածիր, հպվիր Հիսուսի անունով Հայրս։ Թող քո զորությունը հպվի։ Ամեն տկարություն, հիվանդություն, ցավ, անեծք բժշկելու եւ մաքրելու։ Փառք ես Սուրբ Հոգի Աստված, փառք ես Հայր Աստված, փառք ես Հիսուս Տեր, քո վերքերի համար, որի մեջ բժշկություն կա, ազատագրություն կա, խավարի անեծքը պարտված է եւ ծվրված է, քո լույսն եմ խոսում։ Հիսուս, դու տեսնում ես այն ձեռքերը, որ դրված են իրանց հիվանդ մարմնի անդամների վրա։ Ես աղոթում եմ, որ քո աստվածային ուժն ու զորությունը հպվի այդ մարմնի հատվածներից մաքրելու ամեն հիվանդություն։ Ես աղոթում եմ, որ քո հոգու կրակը զգան, քո ջերմությունը զգան այդ հիվանդ օրգանների վրա եւ արարվի այնտեղ նոր օրգաններ քո փառքի համար։ Ես աղոթում եմ, որ տկար ոտքերը զորանան, ես աղոթում եմ, որ տկար ձեռքերը զորանան, ես աղոթում եմ, որ ամեն տեսակի մտավոր հիվանդություն հիմա բուժվի, ամեն տեսակի կապան քանդվի։ Ժառանգական ամեն անեծք եմ քանդում Հիսուսի անով, խավարի ամեն ուժերը հալածելով եւ ռճակելով քո թագավորությունը ամեն սրտի մեջ, ամեն մտքի մեջ։ Հայր Աստված, Հիսուսի անով բարձրացնում եմ ձեռքերս ամեն սատանայի խավարի դիվային ուժերի վրա եւ հետ շպրտելով նահանջ եմ խոսում այդ խավարի ոգիները։ Ես խոսում եմ կյանք, ես խոսում եմ բժշկություն, ես խոսում եմ ազատագրություն, բոլոր այն մանուկների, պատայների, երեխաների վրա Տեր, հատկապես այդ երեխաների համար եմ աղոթում, որոնք տարբեր տեսակի նույնիսկ անբուժելի հիվանդություններով տառապում են։ Ես աղոթում եմ, որ քո բժշկարար զորությունը տիչնի։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, առանց քո կարող զորության մեր այս բոլոր աղոթները անզոր, անիմաստ ու դատարկ են։ Սրանք խոսքեր են լոկ, բայց երբ որ դու հպես, նրանք կբժշկվեն։ Հպվիր իմ փառավոր օրհնյալ խոնարհ Հոգի, փառք է Սուրբ Հոգի։ Ես աղոթում եմ, որ կախ ոտքերը լցվեն զորությամբ եւ վազեն։ Ես աղոթում եմ, որ կույր աչքերը բացվեն։ Հենց հիմա նրանք, ովքեր նրանց ձեռքերը դրեն աչքերի վրա, տես եւ բժշկիր։ Ովքեր նրանց խուլ ականջների վրա նրանց ձեռքերը դրել, թող այդ ականջները բացվի։ Ովքեր նրանց համր շուրթերի վրա նրանց ձեռքերը դրել, թող այդ շուրթերն ու այդ լեզուները բացվեն։ Ես խոսք եմ խոսում Հիսուսի անով բոլոր համր շուրթերի վրա։ Ամեն թուղթուկները, ամեն անեծքները քանդելով ես աղոթում եմ բոլոր հիվանդանոցներում պարկած հիվանդների համար, նույնիսկ նրանց, ովքեր որ մեզ չեն նայում, ես աղոթում եմ, որ բժշկական զորությունը տանցնի այդ հիվանդասենյակներով, Տեր, որ այդ հիվանդասենյակները լցվի քո ներկայությամբ։ Ես աղոթում եմ, որ քո աստվածային ուժով զորությամբ հպես բոլոր այն վիրահատարաններում վիրահատություն անող բժիշկների զորավոր Տեր իմ Աստված ձեռքերին, որ նրանց ձեռքերը հրաշքներ գործեն քո զորությամբ եւ նրանց ձեռքերը դու օգտագործես, Տեր, այդ ծանր հիվանդությունները եւ այդ ծանր վիրահատություններ անելու համար։ Փառք ես Հիսուս, Տերս, փառք ես։ Ես աղոթում եմ, որ բոլոր այդ վիրահատարաններում պարկած հիվանդները, Տեր, ազատագրվեն եւ արթնանան տասնյակ հարյուրավոր վիրահատություններ են անցնում հիմա, Տեր։ Որոշները ավարտվում են, որոշները նոր են սկսվել, որոշները ընթացքի մեջ են, բայց ես այդ բոլորը բերում եմ քո սուրբ ձեռքերիդ մեջ, Տեր իմ Աստված, ինչպես այն տատիկին, որ այդ վիրահատությունից հետո դու կյանք ես տվել, որ ասել են 5 օր, բայց դու կյանք ես տվել, փառք ես։ Օ, սուրբ ես Տեր, փառք ես։ Թող այդ բժշկության օրհնյալ զորությունը շարժվի ամբողջ Հայաստանի սահմաններով եւ ազատագրի ու մաքրի ամեն հիվանդություն, ամեն ցավ եւ բոլոր նրանք, ովքեր որ հետո տեսակրությունը կնայեն, Տեր, ես աղոթում եմ, որ քո զորությունը դույն կերպով շարժվի ամեն կապան քանդելու, ամեն վերք ու ցավ բժշկելու հոգու մեջ Հիսուսի անունով։
տարիներով կուտակված ամեն տեսակի կյանքի դժվարություններից եկած բեռները վեր առ, ամեն ծանրություն վեր առ, ամեն խավար դիվային ներգործություն վեր առ, ամեն տեսակի դիվային կախվածությունները ազատագրիր Տեր, ազատագրիր ամեն տեսակի կապանքներից եւ կախվածություններից։ Փառք ես Հիսուս, երիտասարդներին, պատայներին, մանուկներին բերեմ ձեռքիդ մեջ, որ նրանց ապագան քո փառքիդ մեջ մեծանա։ Հիսուս, ես աղոթում եմ, որ մեղք ու խավարը հեռանա այս երկրից Տեր, եւ մեղքի ու խավարի անեծքի համար ես աղոթում եմ, որպեսզի փակվեն դռները, եւ մենք հետ ենք շպրտում Տեր, ամեն դիվային խավարի ուժերի կողմից բերված գործիքներ այս երկրի մեջ, որ փչանան։ Մենք բերում ենք մեր սահմանները, Տեր, բերում ենք մեր երկիրը, մեր ազգը, մեր զորքը, մեր բանակը, խնդրելով քո զորություն ու սպառազինություն նրանց կյանքում։ Փառք ես Հիսուս, շնորհակալ եմ քեզանից։ Բոլոր աղետներից պահիր, բնական, անբնական, անկանխատեսելի, հանկարծահաս, թշնամու խավարի հարձակումները խափանիր, կանխիր եւ ողորմիր Տեր, որ այս տրտունջն, այս բողոքն, այս ամբոստություններն, այս ամստամբությունները Տեր իմ Աստված, որոնք որ Տեր իմ Աստված բարձրանում են շատերի բերանով, խափանվի Տեր, որովհետև մեր երկիրը դու օրհնում ես, մեր երկրի մեջ լույս ես ծագեցել, մեր երկրի մեջ կյանք է երևում, դու ես երևում Հիսուս, թագավորիր փառքով երևա, քո ներկայությունն ու քո շունչը, քո հոտը, թող ամենուր զգալի լինի, բոլոր փողոցներում, բոլոր գյուղերում, քաղաքներում, Երևանի բանար վարչական շրջաններում ես աղոթում եմ, որ քո ներկայությունը զգան շոշափելի եւ արդյունության կրակը բորբոքվի եւ ամեն սիրտ դառնա, ամեն լեզու դավանի, ամեն ծունկ ծալվի, ամեն ձեռքերը բարձրանան, փառավորելով քեզ, թող բոլորի հայացքը դեպի քեզ բարձրանա։ Բաց մարդկանց աչքերը, վեր առ հոգեվոր կուրությունը, վեր առ հոգեվոր խլությունն ու համրությունը։ Ով Հիսուս, 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 ազատագրիր ազգս, երկիրս, ժողովուրդս, օրհնած ձեռքերիդ մեջ են բերում մեր իշխանավորներին, Տեր, ներկա, ով Տեր իմ Աստված, վարչապետ ազգային ժողովի նախագահան, բոլոր նախարարները Տեր, բերեմ քո ձեռքերիդ մեջ պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, բերեմ բոլոր նախարարներին, Տեր իմ Աստված, ինչպես քո խոսքն է ասում Պողոս առաքյալի միջոցով, աղոթեք մեր իշխանավորների համար, որ խաղաղ եւ աստվածապաշտ կյանք վարենք։ Ես շնորհակալ եմ, օգտագործիր իմաստություն ու շնորհ տուր նրանց, քո Սուրբ Հոգով լցրա, քո արյան պակիր եւ քո Սուրբ զորավոր ներկայությամբ լցրա իմաստության վարելու եւ առաջնորդելու եւ կառավարելու այս երկիրը Տեր։ Փառք ես թագավորների թագավոր եւ թող խափանվեն ամեն անաստված, ամեն տեսակի կռապաշտ գործողությունները եւ խավարի ուժերը։ Փառք ես Հիսուս։ Շնորհակալ եմ քեզանից, որ մեր աղոթները լսում ես։ Լցրա Հայաստանը քո ներկայությամբ, թափիր քո հոգին ամեն ուրեք եւ այս ազգի աչքերը բաց, որ տեսնեն քեզ Հիսուս եւ թող բոլոր այն բամբաստանքները, այն դարերով, այն տարիներով քո խոսքի, ավետարանի, քո ժողովրդի, քո եկեղեցու դեմ կառուցած սատանայի կողմից այդ դիվային պատերը քանդվեն եւ խափանվեն այդ Hamanները եւ իրանք ցցած ցցի վրա բարձրանան, ինչպես Համանը Տեր, որ մուրիտքեի եւ քո ժողովրդի դեմ միշտ լուտանք, չարություն, ատելություն էր սերմանում Տեր, թող այդ գարան մորթիով գայլերը, որ տարիներով քո ժողովրդի հանդեպ թշնամություն ու ատելություն են սերմանել, համարելով իրանց քեզանից, բայց ոչ մի սեր չի եղել նրանց շուրթերով, ամեն օր բամբասանք, ամեն օր ատելություն, ամեն օր վիրավորել են քո աչքի բիբը Տեր, կոնտրատ ժողովուրդը Տեր, այդ արտաքին աստվածպաշտության կերպարանքն առած, բայց քո զորությունն ուրացածները Տեր, շնորհակալ եմ քեզանից, որ քո փառքը շորի մեջ չի, որ աստվածպաշտությունը արտաքին զարդի մեջ չի, այլ մեր հոգու մեջ է, որ բնակվում ես Հիսուս, փառք ես, որ դու մեր աղոթները լսում ես եւ եկեղեցիդ բարձրացնում ես, որ քո ժողովուրդն է, որ քար ու ժեստ չի, ապա կենդանի քո ժողովուրդն է, եւ դա Սուրբ Հոգին անում, եւ ով կարա քո դեմ դուրս գա,
Ինչպես Պողոսին ասեցիր, Պողոս դժվար բանա խթանին կից զարները եւ Պողոսը քո ժողովուրդը հալածելու համար ջանք չեր խնայում, գիտեր քեզ պաշտոնամատություն, բայց բախվեց այն խթանին եւ օրնոտվեց։ Փառքես, թող այսօր քեզ անկեղծ պաշտող ու սիրողները ազատության մեջ փառք տան քեզ, օրհնիր մեզ, շարունակիր մեզ առաջնորդել իմաստության մեջ, լսիր մեզ, օրհնիր այսօր օրը ծառայության ընթացքը, փառքես, գոհություն եւ շնորհակալություն քեզ, մեծարանք եւ օրհնանք քեզ, փառքես, հալելույա։ Parabanu mekanu Շնորհակալ ենք քո մեծ սիրո համար, այս հնարավորության համար։ Տիրոջ վրժկարար զորությունը շարունակում է քեզ ազատագրես երեխաներս ու եղբայրս։ Շարունակիր մնալ Տիրոջ ներկայության մեջ։ Ես աղոթում եմ քո մարմինը ամբողջովին ազատագրվի ամեն քաղցկեղի ուռուցքներից, մետաստազներից, ամեն անբուժելի հիվանդություններից, որ հաջորդ քո հետազոտության ժամանակ բժիշկներն ասեն, որ դու բժշկված ես։ Որ քո մարմնի մեջ այնպիսի բժշկություն է տեղի ունեցել, որ նույնիսկ ոչ մեկ չի կարող կասկածել եւ ոչ մեկ չի կարող ասել, որ դու հիանդ ես եղել ընդհանրապես, բայց երբեք ծայրահեղության մեջ չընկնես։ Ավանդական բժշկությունը դա էլ Աստծուց է։ Բժիշկները դրանք Աստծո ծառաներն են։ Հնարավոր Աստված իրաց միջոցով հրաշքանի, հնարավոր հրաշքանի, որ դու ամբողջովին հիմա բժշկվես, բայց այդ ամենը թող քո բուժող բժիշկը հաստատի։ Փառք Հիսուսին։ Եկեք մենք ծափարենք Տիրոջը եւ ասենք փառք ես Տեր, շնորհակալ ենք քեզ անեց այսօրվա համար։ Եվ օրհնում ենք քո սուրբ անունը։ Եվ հրաժեշտ ենք տալիս ձեզ, շնորհակալություն ենք հայտնում, որ միացել եք մեզ։ Եվ ուզում ենք հիշեցնենք, որ ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 կարող եք հետևեք մեր աղոթքի ծառայություններին, իսկ մայիսի 24-ին 2:30 կիրակի օրը, Պենտեկոստեի օրը, որը տեղի ունեցավ Գործկարաքիլոս 2-րդ գլխում, այդ տոնական եւ իրական Պենտեկոստեի օրը կարող ես գալ Երևան Արաբկիր համայնք Վաղաշ Վաղաշյան 12 հասցեով միասին տոնենք, միասին շոշափելի զգանք Սուրբ Հոգու ներկայությունը մայիսի 25-ին 6:30 եւ մայիսի 27-ին 6:30։ Տեր օրհնի, մնաք Աստծո խաղաղությամբ,
եւ շարունակեք Տիրոջ հետ ձեր հաղորդակցությունը եւ եթե կարող եք վկայեք ձեր բժշկության համար։ Ամեն։